Երեք էլի լսում եմ մեր չհարժան Ռոբերտ Քոչարյանին էլի էշեշ դուսա տալի խոսում է խաղաղությունից ու մարդկանց ընդ բացատրում է որ մի անձնյա իբր վարչապետը մի անձնյա խաղաղություն է բանանում մի անձնյա հա ուշադիր լսեք հիմա ես ուզում եմ այդ պարոն Քոչարյանին հարց տամ են որ 98 թվին եկար իշխանության մի անձնյա խաղաղությունը դա էր նշանակում որ նույնիսկ Ղարաբաղին արանքից հանեցիր թե այսօրվա վարչապետի խաղաղությունը որտեղ եւ Հայաստանն է եւ Ադրբեջանն է եւ Թուրքիան է եւ ամբողջ Եվրոպան է եւ Ամերիկան է միայն քո սիրած ռուսին են մի քիչ արանքից հանել պարոն Քոչարյան իսկ մի անձնյան քոնը չէր երբ որ դու այն ժամանակ եկար իշխանության հլա քո խոսքերն էլ միջև օրս հիշում եմ դե եթե ես Հայաստանի իշխանությունն եմ ես էլ Ղարաբաղի հարցը կլուծեմ ուրիշ մարդ ինձ պետք չի թե մի անձնյա իշխանություն դու հասկանում ես ուրիշ բան թե ինչու Ղարաբաղի կլանին չի հարցնում թե ինչու ասենք դոդին Հայաստանում չի հարցնում Սերժին չի հարցնում թե մի անձնյան դրա հետ ես դու գոնե սսկվեք տեղներ հետ նստեք հլա որ թույլ են տվել նույնիսկ ձեր համախոհների հետ հանդիպումներ անցկացնեք դրա համար էլ գոհ եղեք կարային հետ էլ թույլ չտան քեզ էլ կողեն տնային կալանքի տակ ու վերջ ես լինեի տենց կանեի թույլ չէի տա որ մտնես քարոզարշավի մեջ թե Փաշինյանը ոնց թույլ տվավ այդ դրա ժողովրդավարության են բանն էլի որ այս թույլատալի որ ձեզ մասնակցեք սենց ընտրությունների ընտրվեք նույնիսկ չեմ ասում ընտրեք նույնիսկ ընտրվեք ես ձեզ թույլ էլ չէի տալի որ դուք նույնիսկ ընտրեք որովհետև քո ցանկացած ընտրություն կլիներ սխալ հայ ազգի համար քո ընտրությունն էր Ղարաբաղի համար այդեն ճակատագրական այդ ժողովրդին այդ վիճակի մեջ գցեցիր մի երիտասարդ դա քո խմբից դուս եկել Նիկոլին ա միանում ինչի համար դա քեզ մտածելու առիթ չի տալի մենք բոլորս ենք աշխատում որ բոլոր մարդիկ հասկանան քո արածները նույնիսկ քո մոտ կանգնած մարդիկ բոլորս աշխատում ենք դրա համար որ բոլորը քեզանից երես թեքեն որովհետև դու ես նրանց հերը անիծել ամբողջ Ղարաբաղի հերը դու ես անիծել ուրիշ ոչ մեկը ու նույնիսկ Սերժ Սարգսյանը մեղավոր չի տեղ ես այդ ճիշտն եմ ասում կարող է քո հետ ինչ-որ գործեր արելա, մենք դրանի չգիտենք, բայց ինքը նույնիսկ մեղավոր չի այդ հարցում։ Դու ես արել, դա քո ծրագրով ա եղել, դու ես այդ պայմանները դրել, որ դու ամեն ինչ անելու ես, բայց ինչ արիր, եկար 10 տարի նախագահ, դա ինչ արիր Ղարաբաղի համար, ոչ մի բան չարիր, նես թողիր օտում։ Այդ խեղճ ժողովրդին գցեք այսօր այդ վիճակի մեջ, մի ուզում եք այդ վիճակից հանեք այդ ժողովրդին։ Ինչ հանեք արա, $200 միլիոն փողը տար հանձնի, պետությանը այդ $200 միլիոն համարյա բոլոր ղարաբաղցիների հարցը լուծում է։
Բայց չես ուզում տաս։ Մի հատ մայրիկը տասում էր իմ րախին մի հատ օդ հաղչունի կե Հայաստան ինչ անի։ Հիմա սա Հայաստանը քո օդախներն է։ Որտեղով գնում ես Քոչարյանին, նա Լևիկին, նա այս մեկին, նա այն մեկին, նա մի քիչ մարդ եղեք։ Տվեք, այդ ձեր գողացած ինչ-որ պետությունը որոշել է, որ պետք է հանձնեք ձեր Ղարաբաղցի փախստականներին, այդ մարդիկ թող տուն տեղ ստեղծեն։ Բայց չեք հանձնի, կմերնեք, բայց չեք անի։ Իբր ձեր հոր տանից եք բերել, եկել եք գողացել։ Քո համար էլ 1,164,000 թոշակ ես որոշել։ Իսկ հասարակ թոշակառուներին մաքսիմալնին 16,000 է իր տալի։ Հիմա ասում ես ինչ են արել սրանք։ Միանձնա, բա միանձնյա պետք է անի, բա ոնց կարող է Հայաստանում 10 հատ վարչապետ կա։ Բա ինքը պետք է Հայաստանի տեղը խոսա։ Իսկ մնացածներին աչքդ չի տենում, Եվրոպային աչքդ չի տենում, Ամերիկային աչքդ չի տենում, Թուրքիային աչքդ չի տենում։ Որ այդ բոլոր երկրներն են մասնակից այդ խաղաղության համար։ Կրկնում եմ, քեզ ուզում ես ինչ-որ բանի տեղ դնեն Հայաստանում, գան քեզ հարցնեն, մոռացի արա։ Էս առավոտից էսքանը, դե առավոտ ցեկին միացրի այդ բանը եկավ, ասում է Փաշինյանը իր համար միանձնյա խաղաղություն է ստեղծում։ Լսրա ասած խոսքերին, ինչ ասեմ ժողովուրդ ջան, լավ մնացեք, սաղ օրը պերեդիա։ Ես էլ եմ ուզում մի երկու բառ ասեմ Արտուր Աբրախամի 4 կողմը կատարվող էս դեպքերի համար էլի։ Ժողովուրդ ջան, էս սա հենց է նա, երբ որ Նիկոլին ասում են մեր ազգին սև ու սպիտակ եք սարքել դուք, Նիկոլին են ասում, չէ, ես հիմա հասարակ ձևով ապացուցեմ, որ դա հակառակն է, 100% հակառակն է, ուրեմն 1992 թվականից հետո, անկախությունից հետո, բոլոր սպորտսմենները, ով բարձունքների է հասել, նվաճել է, հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ճիշտ է, բոլորը հանդիպել են Քոչարյանի հետ, ճիշտ է, բոլորը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, ճիշտ է, ազգի մեջ մի մարդ եղել է, որ այդ սպորտսմեններին քննադատի, դե ասեք, հիշում եք այդպես բան, որ սպորտսմենին ինչ-որ մեկը քննադատի, հիմա Արտուր Աբրախամը հանդիպել է Նիկոլի հետ, այս ամբողջ ընդդիմությունը, այս ինչ ասես, շան նման այդ մարդուն վրա են տվել, ուղղակի սենց են փողոցային շների նման այդ մարդուն վրա են տվել, ճիշտ է, ձեր աչքով եք տենում, հիմա ով է ազգին սև ու սպիտակ սարքում, պարզ օրինակ է, չէ,
Եթե հիշում եք այն 3 նախագահների ժամանակ, որ ինչ որ մեկը մի սպորտսմենի մասի մի ինչ որ բան ասել է, որ Լևոնի ժամանակ Լևոնի հետ հանդիպել է, ձեռա տվել, բան արել, սիրալիր, մեդալ ստացել, փող ստացել նրանից, ինչ արել, կամ Քոչարյանի վախտը, հետո Սերժի վախտը, դե մի հատ մարդու անուն ասեք, կամ լրատվականի անուն ասեք, որ սև ու սպիտակ ծրել է մեր այս ժողովուրդը։ Հիմա Նիկոլի հետ, Նիկոլը մեր երկրի ղեկավարն է, չէ ներկա պահին, ինչու պետք է արցենք Արտուր Աբրահամը չհանդիպի ու հարգալից չվերաբերվի երկրի վարչապետին։ Հա? Դե բացատրեք հասկանանք։ Ինչ եք կպել այդ մարդուցը, ինչ եք ուզում այդ մարդուցը։ Մեկն էլ նորեն այսի մեն որտեղ այելի մեր այս Ռուսաստաններում նստած արդեն Սոս Սարգսյանա քլնգում, Արտուր Աբրահամինա քլնգում, Արտուր Աբրահամին համարում է Հայաստանի են ինչ են ասում, Սոս Սարգսյանին բանին այդ մարդկանց։ Արդեն մոռանում եմ ինչ էր ասում։ Դու ով ես այլացիրակ, որ մտավորականներին, Արտուր Աբրահամին մտավորականը համարում, մտավորականը պետք է այդպես չլինի, մտավորականը պետք է ասում է, վարչապետի հետ տենց սիրալիր չլինի։ Մտավորականը պետք է ասում է միշտ երկրի ղեկավարին քննադատի։ Դե արի ես դեբիլներին բան սովորացրու։ Դե ինչ ասեմ ժողովուրդ ջան, ես միշտ չեմ բարկանում, բայց մեկ-մեկ բարկանում եմ։ Ինչ ասես, հիմա ով է սև ու սպիտակ արել մեր ազգին։ Արտուր ջան, դուխով մնա, դու իհարկե հայ ազգի պարծանքներից մեկն ես, դու այդ հիմարների հանգարց խելքին բանին չնգնես ինչ որտեղ ինչ որ մեկի պատասխան ես, մենք քո տեղը ամեն ինչ կանենք արխեին, դուխով մնացեք ժողովուրդ ջան, այսա, հասարակ բացատրություն եմ ասում, նրան ժամանակ ոչ մի բան, ոչ մեկին, ոչ մի բան չի ասել, հիմա վարչապետ Նիկոլի հետ հանդիպում են, այսենց հիմարություններ ասկսվում։ Հասկանում եք? Ու հետո ասում են, Նիկոլն եկավ սև ու սպիտակ արավ։ Մարդկանց բաժանեց սևերի ու սպիտակների։ Հիմա բարձաշներից առաջին կատարվում է։ Նույնիսկ են մի հատ են եմիշկա են ինչա են, փաստաբանա ինչա, եմիշը նայա գրե այդ մարդու մասի, նարա դու փաստաբան ես թե անասու նարա։ Հեն Ռուբենա ինչա այդ, ես արդեն դրանց, ինչ ասեմ ժողովուրդ ջան, բարկանում եմ արդեն։ Թույլ չենք տալու, որ դրանք այսպես գլուխ բարձրացնեն։ Ոնց Փաշինյանն ասում է, դրանք պետքա չընտրվեն, դրանք պետքա խորհրդարան չմտնեն, ժողովուրդ ջան, հայ ժողովուրդ։ Իրականում դրանք պետքա չմտնեն խորհրդարան։ Դրանք մեր ազգի հետ իրականում կապ չունեցող մարդիկ են։ Ընդհանրապես կապ չունեցող։ Հետա տենը մենք ենա, Սամվել Կարապետյանն էլ եկել է, ինչքան եթիմ կա, ինչքան 5,000-անոցի, 10,000-անոցի մեռած կա վազատալի կողքը, գիտեն թե ամեն գնալով ես ամի 10,000 գրպաններն են ացելու, գիտեն թե նա Սամվել իրանց հետ կիսվելու է, խրելա ձեզ հետ կիսվելու, նա դուք Սամվելին լավ չեք ճանաչում, լավ մնացեք ժողովուրդ ջան։